Բարի ողջույն հարգելիներս, ուրախ եմ, որ հնարավորություն կա նորից իրար հետ զրուցելու, թեման հետևյալն է, Հայաստանում կա ընդդիմադիր ուժ, թե չկա։ Համայնքական սենատի անունից հանդես էինք եկել հայտարարությամբ, որպես կանոն հայտարարությունները ստորագրում են պատասխանատուները ռեգիոնալ եւ առաջի իսկ տողի մեջ գրել էի հետևյալը. քաղաքական եւ իշխանական ուժերը այդպես էր ձևակերպված եւ ես պատահական չէր որ նման ձևակերպում էի տվել քննարկումները մեր համայնքական սենատի ձևաչափով մեզ բերել էր այն եզրակացության որ Հայաստանում ընդդիմադիր ուժեր ըստ էության չկան եւ իզարմանս ինձ մի շարք կարդացողներ Ռուսաստանից, Հայաստանից, նաեւ Միացյալ Նահանգներից ինձ գրել են նաեւ խոսակցություն եմ ունեցել որ զարմացած են, որ ես Հայաստանում ընդդիմադիր ուժեր չեմ ճանաչում։ Բացատրեցի, բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ արդեն այսպես լայն լսարանի առջև բացատրել, թե ինչու համայնքական սենատի հայտարարության մեջ բացակայում է ընդդիմադիր եզրույթը։ Նախ մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում ընդդիմադիր եւ ում հետ կապված կամ ում դեմ ընդդիմադիր։ Սա կարևոր է, որտեղ առանց այդ պայմանականությունը հասկանալու հնարավոր չի լինելու որոշել Հայաստանում ընդդիմադիրներ կան թե չկա։ Նախ ասեմ, որ ընդհանրապես երբ խոսում ենք քաղաքականության մեջ, քաղաքականությունը ինքը ձևավորվում է իշխանությունը վերցնելու նպատակով եւ իշխանությունը վերցնելու այն կառավարելու կամ դառնալու կողմ պայմանավորված է մի քանի պարամետրերով։ Պարամետր առաջին, եթե դու ընդդիմադիր ես, դու չես կարող իշխանություն վերցնել։ Մենք պետք է սա հասկանանք, որովհետև ձևավորված այդ ինստիտուտը, ինչի մասին խոսում ենք, վաղուց գալիս է մոտարապես մի 300 տարվա պատմություն ունի եւ դա ֆրանսիական հեղափոխության ֆրանսիացիների համար արդյունք, մեր համար հետևանք, այդպես է տեղի ունեցել, երբ որ թագավորին ընդդիմադիր կողմերը, ովքեր մերժում էին թագավորին, հայտնվեցին թագավորի ձախ եւ աջ կողմերում։ Կլասիկ առումով ընդդիմադիրները դրանք են, ովքեր իշխանության մեջ են, ոչ թե էին, այլ իշխանության մեջ են, ձևավորում են իշխանությունը եւ իրենք գտնվում են թագավորից աջ կամ ձախ։ Եվ այդպեսով նրանք հայտնում էին իրենց կարծիքը, իրենց վերաբերմունքը նախ թագավորի հրամանների նկատմամբ, ապա թագավորից աջ կամ իրենց օպոնենտներին, ովքեր գտնվում էին, եթե իրենք ձախ էին, ապա թագավորից աջ։ Հիմա նա պետք է մենք հասկանանք, թե ինչ է նշանակում թագավորից ձախ գտնվել կամ թագավորից աջ գտնվել։ Սրանք էլ այլ տիպի խնդիրներ են, որոնք տարբեր տրանսֆորմացիաների արդյունքում հասել են մեզ եւ քաղաքագիտական տարածքում, երբ որ ասում են ձախերը, հասկանում են կոնկրետ մարդկանց խումբ, ովքեր որոշակի արժե համակարգի տեր են եւ աչեր, ովքեր նույնպես որոշակի արժե համակարգի տեր են։ Հիմա այս արժե համակարգի քննարկումն էլ այլ տիպի թեմա է, բայց երբ որ ասում ենք ձախ ուժեր, մենք պետք է նկատի ունենանք այն ուժերին, ովքեր իրենց աշխատանքները կամ իրենց հարաբերությունները կառուցում են որոշակի մոդելի մեջ, որը իր սկզբունքներով պահպանողական է, բայց ավանդական չի։ Սրանք իսկ աջ կողմ գտնվողները իրենք եւ ավանդական են եւ պահպանողական են։ Եթե խոսում ենք արդեն հանրապետական իրավունքների մասին։ Հիմա գանք մեր տարածք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը։ Իհարկե շատ ծանր է տեսնել Հայաստանում ինչ է կատարվում, բայց նորից պետք է ասեմ, որ Հայաստանում ընդդիմադիր ուժեր գոյություն չունեն, որովհետև այդ ընդդիմադիրները իրենք
պայմանականորեն վաղուց արդեն մերժված են եւ մերժված են ոչ թե այսօրվա իշխանությունների կողմից, այլ երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, այլևս Հայաստանում ընդդիմադիրներ չկային։ Կային մարդիկ, ովքեր ունեին որոշակի ռեսուրսներ եւ այդ ռեսուրսները իրենք ստացել էին ուղակի պետությունից, մասնավորապես բիզնեսի բաշխման արդյունքում որոշ մարդիկ դարձան միանգամից խոշոր կապիտալիստներ եւ նրանք տվյալ պարագայում չէին կարող լինել ընդդիմադիրներ։ Ըստ էության ընդդիմադիրներ չկար եւ չի ձևավորվել ընդդիմադիր բլոկ, որովհետեւ պայքարը գնում էր իշխանական ափսեի մեջ։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տալիս, ինքը հրաժարական էր տալիս ոչ թե ժողովրդի պահանջով, այլ իշխանական օղակների կամ իշխանության ներսում իրենից աջ եւ ձախ կողմերը գտնվողների անհամաձայնության եւ որոշակի համաձայնությունների արդյունք էր, որը ընդունեցին Լևոն Տեր-Պետրոսյան եւ տվեց հրաժարական։ Եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը չի ունեցել որևէ մի ընդդիմադիր կողմ իր աշխատանքային տարածքում ձևավորել է իշխանական այդ բուրգը, իշխանական բուրգի մեջ իրենից ձախ, իրենից աջ գտնվողները կառավարել են տարբեր ինստիտուտներ, տարբեր համակարգեր, այդ համակարգը նույն կերպ ինքը փոխանցել է Սերժ Սարգսյանին։ Հիմա Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո Սերժ Սարգսյանը նույնպես չի ունեցել ընդդիմադիրներ։ Այդ պայմանական Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր գործիչ կերտելու հանգամանքը մենք տեսել ենք ինչպես է տեղի ունենում։ Ինքը ընդդիմադիր չէր, չի եղել ընդդիմադիր, ինքը եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր։ Ինչ այդ դեպքում ինչի մասին ենք, ինչ ընդդիմության մասին ենք մենք խոսում։ Ընդդիմությունը դա իշխանությունից դուրս արտախորհրդարանական ուժերն են, դրանք են ընդդիմությունը։ Նիկոլ Փաշինյանը չի եղել արտախորհրդարանական ուժ, նա եղել է պարզապես իշխանության մեջ ազգային ժողովի падգամավոր եւ օգտվելով իր անձեռնմխելիության ինստիտուտից կատարել է այնպիսի քայլեր, որոնք որ ըստ էության այդ քայլերի անվտանգությունը ապահովում էր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ Մենք տեսել ենք, թե Օսիպյանը ինչպես էր իր հետ վազում գնում գալիս։ Հետևաբար խնդիրը ներկայացել, որ ընդդիմադիրները հաղթել են, այդպես չի։ Հաջորդը նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի հետ կազմեցին իշխանություն, դրանք հանրապետական կուսակցության թիմերն էին, ովքեր որ ձայնն են տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ընտրվի վարչապետ։ Եթե կողմը ընդդիմադիր էր, ապա իշխանությունը չի պետք է ձայն տար։ Հետևաբար մենք խոսում ենք ոչ թե ընդդիմադիր օղակների մասին, այլ մենք խոսում ենք իշխանական բուրգի ներսում իրավունքների վերաբաշխման մասին, ինչը տեղի ունեցավ մեր աչքի առաջ։ Այդ իշխանական բուրգը Նիկոլ Փաշինյանը ընդունեց եւ այն օրակարգը, ինչով որ ինքը իրականացնում էր այդ աշխատանքները, հակացուցված էր գործող բուրգի եւ այստեղ տեղի ունեցավ լրջագույն պալատական հեղաշրջման տարբեր աստիճանի ակտեր եւ խնդիրներ, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա որևէ մեկ ուժ, որը կարող է ներկայանալ որպես ընդդիմադիր, ինքը գոյություն չունի։ Եվ դրա դրսևորումները մենք տեսանք, ինչպես որ Սերժ Սարգսյանի օրոք նախկին վարչապետը Գագիկ Ծառուկյանին ասում էր, մի հատ էլ պետք է գլխին բամփենք, որպեսզի հասկանա։ Իր ներսի գործընկերների մասին էր խոսքը։ Դրանից հետո անցավ ինչ-որ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ փորձեցին ինչ-որ քայլեր իրականացնել, էլի տեղի չունեցավ, ոչ թե նրա համար, որ իրենց հայացքները տարբեր էին, խոշոր կապիտալի տեր Գագիկ Ծառուկյանը պայմաններ ուներ, որ ինքը դնում էր Նիկոլ Փաշինյանի առջև։ Նիկոլ Փաշինյանն էլ հասկանալով, որ ինքը երկրի վարչապետ է, այդ պայմանները չէր ընդունում եւ ճիշտ էր անում, որ չէր ընդունում, որտեղ երկրի վարչապետի առջև որևէ մեկը չի կարող պայման դնել։ Պայման կարող է դնել միայն վարչապետը, ինչն էլ որ տեսնում եք, թե ինչպես է իրականացնում։ Իհարկե, սրանց մեջ հաճելի բաները շատ քիչ են, ինչի մասին որ հիմա ես
պատմում է, բայց խնդիրը հետևյալն է, որ այս խորը գիտակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունում չկան ընդդիմադիրներ, ես բազում անգամ ներկայացրել եմ իմ ելույթներում, հրապարակախոսական դաշտում, վերլուծությունների մեջ, նաև եւ Արևմտյան Հայաստանի ձևաչափով եւ համահայկական սենատի ձևաչափով իմ գործընկերներին ներկայացրել եմ եւ պնդել եմ, որ Հայաստանում չկան ընդդիմադիրներ։ Ինձ մատնանշել են Սամվել Կարապետյանի հանգամանքը, ես դա բացատրել եմ եւ ներկայացրել եմ, որ որևէ պարագայում իրեն չի կարելի դիտարկել որպես քաղաքական գործիչ, ով ընդդիմադիր կեցվածք ունի։ Քանի որ ինքը խոշոր բիզնեսմեն է, կապիտալիստ, ով ունի իր շահերը եւ այդ շահերը կառուցված չեն ընդդիմադիր կեցվածքով։ Այդ շահերը կառուցվում են իշխանական բուրգի մեջ կայուն տեղ զբաղեցնել, ասենք վարչապետի ձախ կամ վարչապետից աջ։ Հիմա տեսեք ինչ ստացվեց։ Վարչապետը ներկայացնում է արևմտյան արժե համակարգը կամ արևմտյան արժե համակարգի հյուսիսային թևը կամ ռուսական թևը։ Այս ուղղությամբ մշտապես խոսում է Շանթը, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական նախագիծ է։ Ես դրա հետ մասնակիորեն եմ համաձայն, ուրիշ խնդիր է, որ հարաբերությունները կառուցվել են ռուսական մատրիցայի վրա, բայց դա կառուցված էր արևմուտքում, արևմուտքը գերխնդիր ուներ ամրագրվել մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանը, որտեղ Թուրքիայում չի կարողանում ամրագրվել, Վրաստանում տապալվեց, Հայաստանում գտան, որ հնարավորություն կա կենտրոնանալու եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանի միջոցով եւ ռուսական համակարգի օժանդակությամբ կարողացան Նիկոլ Փաշինյանին ամրագրել։ Ինչու եմ ես այդպես կարծում։ Միակ կողմը, որ պետք է ընդդիմադար Նիկոլ Փաշինյանի կայացմանը, դա ռուսական կողմն էր։ Ռուսական կողմը համաձայնվեց հետևաբար, հիմնական ընդդիմախոսը, որ պետք է չհամաձայնվեր, համաձայնվել էր եւ մենք շարունակաբար տեսնում ենք 7-8 տարվա ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Հավանաբար խորքային այլ խնդիրներ կան, որոնք մենք հետո կիմանանք, բայց Նիկոլ Փաշինյանը որպես կենտրոնական ուժ ներկայացնում է ամենավատագույն արևմուտքը, այսպես ասեմ, ամենավատագույնը, որպեսզի լինի ձեզ հասկանալի, Նավալնու կամ Խադարկովսկու ճյուղն է։ Այդ ճյուղը մերժված է նաև արևմուտքի կողմից, արևմուտքը այդ ճյուղը չի ուզում աշխատել, բայց ցանկանում է լավ օգտագործել։ Ինչ որ օգտագործվեց Խադարկովսկու դեպքում, ինչ որ օգտագործվեց Նավալնու դեպքում, հիմա նույն կերպ օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Բուն խնդիրը, որպեսզի տեղավորվեր մեր տարածաշրջանում, տեղավորվելու հետ կապված բոլոր զողողությունները, որ պետք է Նիկոլ Փաշինյանը աներ, արդեն կատարել, ավարտել, վերջացրել է։ Հիմա ըստ էության Նիկոլ Փաշինյանի ձախ եւ աջ ուժեր չկան։ Սամվել Կարապետյանը, որ անցել է խորհրդարան, ինքը ապաքաղաքական երևույթ է, ինչպես որ Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին մտնել պարլամենտ, որովհետև մի ապաքաղաքական Սամվել Կարապետյանին որպես ապաքաղաքական կողմի մասնակցությունը բավարար էր։ Հիմա Սամվել Կարապետյանի թիմը չունի դիրքավորվածություն, իրենք վարչապետից աջ են, թե վարչապետից ձախ են։ Իրենց հայտնի չի սա։ Եվ արևմուտքում չեն կարողանում հասկանալ, ինչ է ուզում Սամվել Կարապետյանը։ Այսինքն լավ, բարձր, լավ արևմուտքում չեն հասկանում, թե ինչ է ցանկանում Սամվել Կարապետյանը։ Ենթադրենք պայմանականորեն Սամվել Կարապետյանը ձախ է, ենթադրենք, կամ աջ է։ Դրանից հետո նոր արևմուտքը կարողանա որևէ ձևով վերաբերմունք ցույց տալ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ինչով է սա կարևոր, որովհետև Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական իշխանությունը եւ անկախ այն բանից ինքը ինչքան է դեմոկրատ, ինչքան է դիկտատոր, ինքը իր գլոբալիստական ընկալումները
արևմտյան վատագույն արժեքները չի ցանկանում փոխել, այսինքն կոնսերվատիվ կամ ազգային, այսինքն աջ ազգային կամ ձախ ազգային կենտրոնամետ չի փոխում եւ Սամվել Կարապետյանն էլ իր հերթին չի հայտարարում, որ ինքը ասենք աջ կենտրոնամետ կամ ձախ կենտրոնամետ ուժ է, չի հայտարարում այդ մասին, որպեսզի արևմուտք կամ արևմուտքում ապրող հասարակական քաղաքական գործիչները ազգությամբ հայ, ոչ հայ, հասկանան թե այդ մարդը ինչ է ուզում։ Հիմա ընտրությունների ժամանակ ես հստակ մեր տեսակետը շարադրել էի հետևյալ կերպ, եթե կա որևէ մի կողմ, ով մերժում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը, նա պետք է հայտարարի առաջին հանրապետության իրավահաջորդության մասին նվազագույնը, իսկ առավելագույնը պետք է հանդես գար երկու հայտարարությամբ՝ ա. դե ֆակտո Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության մասին եւ դե յուրե առաջին հանրապետության իրավահաջորդության մասին։ Ինչու է սա կարևոր։ Երբ որ մենք խոսում ենք դե ֆակտո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը որդեգրում է 1990 թվականի Ալմատայի հռչակագրի իրավահաջորդությունը, այսինքն դե ֆակտո։ Հիմա, բայց դե յուրեն չի կարողանում հիմնավորի այն քաղաքական ուժը, ով ցանկանում է օրակարգի փոփոխություն, նա պետք է հայտարարի դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունը 1923 թվականի հունվարի 1-ի իրավահաջորդության շարունակողն է, դե ֆակտո 1923 թվականի հունվարի 1-ի։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո տարածքները կազմում են 30,984 քառակուսի կիլոմետր։ Եվ դե յուրե պետք է հայտարարել առաջին հանրապետության իրավահաջորդություն, ինչը նշանակում էր Հայաստանի Հանրապետությունը որդեգրում է առաջին հանրապետության իրավահաջորդությունն ամբողջ ծավալով, ինչը ենթադրում է 214,000 քառակուսի կիլոմետր դե յուրե Հայաստանի Հանրապետություն։ Նոր սրանից հետո հնարավոր կլներ ինչ-որ մի բան խոսել, ինչ-որ որակումներ տալ։ Իսկ քանի որ այս ամեն ինչը չկա, ուրեմն պայքարը գնում էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի որպես դիկտատորի կամ որպես վատ կառավարիչը հեռացնելու, այլ իրենք ցանկանում են իրենք իշխանությունը վերցնել եւ իրենք կառավարեն երկիրը, քանի որ իրենք համարում են, որ իրենք արժանավոր տղերք են եւ այդ արժանավոր լինելու հանգամանքով իրենք պատրաստ են վերցնելու իշխանությունը եւ կառավարելու։ Այսպես չեն կառավարում, այսպես աշխատանք չեն իրականացնում կամ քաղաքական քայլերի չեն կարող ապահովել, որովհետև ծրագիրը բացակայում է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը տապալել է Գագիկ Ծառուկյանը 70 տարեկան մարդուն տապալել են գետնին, ես իմ մոտ գրել եմ, ես չեմ կարողանում հասկանալ 70 տարեկան մարդուն ինչու են տապալել գետնին։ Գրել է սևազգեստները պայմանական ասել է, որ այդ պահին Գագիկ Ծառուկյանը սպիտակ շորով էր, նրանք էլ սև շորերով էին, տապալել են գետին։ Լավ, հիմա մի հատ տրամաբանական հարց պետք է։ Մենք տեսել ենք Գագիկ Ծառուկյանը կամավոր, ինքնակամ, առաջին իսկ իշխանական օղակների կամ քրեական գործառույթ իրականացնողների հրավերով անմիջապես ներկայացել է։ Մենք չենք լսել վերջին 8 տարվա ընթացքում, որ Գագիկ Ծառուկյանը խոչընդոտեր որևէ պրոցեսի, որը կապված էր քննության կամ հետաքննության հետ։ Հետևաբար Գագիկ Ծառուկյանի նման տիպի տապալելը դա ոչ թե իրավական գործառույթ էր, այլ քաղաքական պատվերի գործառույթ էր։ Եվ վերջերս ինչ նշանակում 70 տարեկան մարդուն տապալել գետնին, էնել այդ ձևով։ Հա, հասկացանք հաղթանդամ, հասկացանք պինդ, բլակով, բայց 70 տարեկան մարդու հետ գործնենք։ Այսօր Գագիկ Ծառուկյանի մասին այնպես են խոսում, ինձ մոտ տպավորությունը, որ ինքը մի տենց 20-25 տարեկան տենց անձնավորություն է, պատահական ճանապարհ չանցած, պատահական միանձնավորություն է, ումը տապալել են գետին։ Այդպես չի։ Ուրեմն այն ուժերը, ովքեր որ ցանկանում են Հայաստանում տեղի ունենան ինչ-որ փոփոխություններ, եթե իհարկե ցանկանում են, որ փոփոխություններ տեղի ունենան, իրենք 2-3 խնդիր պետք է իրենք իրենց մերձավոր շրջապատում լուծել, իրենք ինչ
կողմնորոշում ունենք։ Պետք չի որ լինեն ռուսամետ, ոչ ռուսամետ, քաղաքականության մեջ այդպես չի։ Այդ ռուսամետ լինելը կամ արևմտամետ լինել դրանք հետևանքներ են։ Իրենք որ ծրագրի կրողներ են։ Եթե իրենք գնում են առաջի հանրապետության իրավահաջորդության ճանապարհով, արդեն ասեցի, ինչ պետք է անեն։ Եթե գնում են Հայաստանի խորհրդային հանրապետության իրավահաջորդության ճանապարհ, նույնպես հայտնի է քայլերի հերթականությունը։ Եթե սրանք չեն անում, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ճիշտ է իր բոլոր սխալներով, իր բոլոր թերություններով հանդես, որովհետև Նիկոլ Փաշինյանը հասկանում է ինչ է անում, իսկ մնացածները չեն հասկանում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը խստագույն ձևով իր մերձավոր շրջապատը ռևիզիա է ենթարկում եւ ինչքան էլ կողմերը, ովքեր Նիկոլ Փաշինյանին չեն սիրում, ինչպես նաև որ բողոքում են, չեն կարող արդարացնել կամ մեկնաբանել, թե ինչու Ալեն Սիմոնյանը չպետք է լինի, ասենք ազգային ժողովի նախագահ, ինչի նման բան տեղի ունեցավ։ Ուրեմն ներսում այլ տիպի խնդիրներ կան, որը ըստ էության հատուկ է այն խորհրդային միության կամ ավտոկրատ կամ դիկտատորական ինստիտուտներին, որ ժամանակին ղեկավարել է Հայաստանը 1923 թվականից մինչև Ստալինի մահը։ Ուրեմն այս ճանապարհով մենք պարտավոր ենք գնալու, սա մեր ցանկությունից կախված չի, համակարգը այդպիսին է։ Ողորմածիկ մի լավ ընկեր ունեի Ավստրիայում ապրող Քյավառցի էր, ողորմի իրեն, Պապինն ասում էր համակարգը պետքա փոխենք, համակարգը, այդպես ընդգծված խոսում էր էլի, շատ լավ տղա էր, շատ արտակարգ էլի, Արցախում կռված, ոտքը վիրավորված, ափսոս ողորմի իրեն գնաց, որ խոսում ենք, ասում էր Մկրտչյան ջան, համակարգը պետք է փոխվի, ասում է այ ախպեր, համակարգը փոխելու համար կադրեր են պետք եւ ռեսուրսներ են պետք, իսկ այդ մարդիկում ձերքին որ կենտրոնացած են այդ ռեսուրսները, իրենք չեն ցանկանում ինվեստիցիա կատարեն, որպեսզի համակարգի փոփոխություն լինի։ Եվ այստեղից անում ենք հետևություն, հայկական ամբողջ էլիտան, ամբողջ վերնախավը, դրանք քաղաքական, սոցիալական էլիտան, ովքեր որ հնարավորություն են կառավարելու բիզնեսները, տպավորություն չառաջանա, որ բիզնեսները կառավարում են սոցիալական եւ քաղաքական խնդիրները, հակառակն է, քաղաքական եւ սոցիալական ինստիտուտները կառավարում են բիզնեսները։ Եվ այս մոդելի մեջ հնարավորություն չկա որևէ փոփոխություն բերելու Հայաստանում։ Եվ ուժերը, ովքեր որ կարծում են, որ Ռուսաստանի միջամտությամբ հնարավորություն կլինի փոփոխություն անել, չարաչար սխալվում են, որովհետեւ Ռուսաստանը չի տեսնում Հայաստանում այն օպտիմալ ուժը, որը որ հնարավորություն կարող է ստեղծել ապահովելու, ասենք իշխանափոխություն կամ պալատական հեղաշրջում Հայաստանում։ Հայաստանում տեղի չի ունենում այլ տիպի աշխատանք։ Պալատական հեղաշրջում պետք է տեղի ունենա, իսկ դա տեղի չի ունենում, որովհետև պալատում չկա այն կողմը, այն կարդինալը, որը որ իր վրա կվերցնի պատասխանատվություն հեղաշրջում անելու։ Սա էլ բուն խնդիր է։ Հիմա դուք պետք է ձեզ հարց տաք, չէ՞, Հայաստանը Ռուսաստան ապրանք չի արտահանում, բա Հայաստանի ապրանքը ուր է գնում, բունտ չկա Հայաստանում։ Եթե բունտ չկա, նշանակում է արտադրողը ինքը բավարարված է։ Ինչպես է բավարարված։ Ֆինանսապես բնականաբար։ Եվ իր ապրանքը ուր է գնում, կարող են ենթադրել նորից Ռուսաստան, բայց պիտակավորված վրացական, թուրքական, ադրբեջանական կամ այլ երկրի պիտակներով եւ դա արտահանվում է Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան։ Որովհետեւ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը կարգավորում է ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ։ Մենք տեսնում ենք դա, չէ՞։ Մենք պետք է նաեւ տրամաբանությունը տեսնենք, եթե Հայաստանի իշխանությունները նման տիպի աշխատանք են իրականացնում, իսկ երբեք դա չբխեցնեք նրանից, որ Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, դա 10-րդական խնդիր է,
շնորհավորի, կհանդիպեն, ինչ-որ մի բան տեղի կունենա, եթե նույնիսկ շնորհավորի էլ, դրանից Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական օրակարգը չի փոխվում։ Այլ չի շնորհավորել։ Եթե Միացյալ Նահանգները Սերժ Սարգսյանին չի ընդունել, Նիկոլ Փաշինյանին չի ընդունել, բացի շնորհավորանքներից, դեմոկրատական ինստիտուտների մասին է խոսքը, ամերիկյան դեմոկրատական ինստիտուտները Նիկոլ Փաշինյանին չեն ընդունել, հանդիպում տեղի չի ունեցել, նույնը Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է ներողություն, հանդիպում տեղի չի ունեցել, այդ Մոմի արձանի մոտ կանգնած նկարվելու մասին խոսքը չի, 5 րոպեանոց կաբինետում հանդիպում, նման հանդիպում տեղի չի ունեցել, և սրանով է պայմանավորված, որ Պուտինի շնորհավորելը էական որևէ նշանակություն չունի, ինչպես որ էական նշանակություն չունեցավ Նիկոլ Փաշինյանին, որ չի ընդունել Սպիտակ տունը, որը 8 տարվա ընթացքում չի ընդունել։ Այստեղից հետևություն, կարիք չկա, որ այդ մարդիկ հայտնվեն այդ տարածքում, բայց կարիք կա, որ այդ Հայաստանի Հանրապետության ղեկավարները իրականացնեն այն ծրագրերը, որոնք որ նախապատրաստված են սկզբունքորեն։ Ինչ է նախապատրաստված։ Ռուսաստանը Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Ցավալիորեն մենք պետք է դա ոչ թե բխեցնենք նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ կամ Պրագայում գնաց ստորագրել։ Դրանք հասկանալի է։ Դրանք հնարավոր է կարգավորել։ Ինչ-որ մեկը զանգում մի հատ անջատ է։ Պետք է սպասենք անջատին նոր։ Այ ընկեր, անջատի։ Չի անջատի հիմա։ Վերադարձա։ Ուրեմն այս օրակարգի շրջանակներում պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Միացյալ Նահանգների համապատասխան ծրագրերը, որոնցով կողմերը ինչ-որ մի պահի պայմանավորել են։ Հավանաբար պայմանավորել են Կոզիրևի ժամանակ եւ այդ պայմանավորությունները իրականացնում են հիմա։ Մեր հանրությունը պետք է կարողանա ձևավորի արտախորհրդարանական դաշտում ընդդիմադիր կողմին, որ իսկապես կլասիկ ընդդիմադիր լինի, ով պետք է իրեն ներկայացնի կամ 3 ֆորմատներից մեկը, կոնսերվատիվ կամ կենտրոնանիստ կամ կենտրոնից գործող Նիկոլ Փաշինյանից ձախ կենտրոնամետ կամ աջ կենտրոնամետ։ Միայն այս պարագայում, դրանից եթե չլինի ձախ կենտրոնամետ կամ աջ կենտրոնամետ, իմաստ չունի նրանց հետ որևէ աշխատանք անել։ Քաղաքականության մեջ դրանք խնդիրներ են։ Հիմա եթե Հայաստանում որևէ մեկը ցանկանում է փոփոխություններ, ինքը այսպես պետք է մտածի ձախ կենտրոնական կամ աջ կենտրոնական ուժի ձևավորման մասին, ով կարողանա հետ ապագա ընտրություններում իր հայտը ներկայացնել եւ փորձել վերցնել իշխանությունը։ Սա է միակ տարբերակը։ Իսկ մնացած բիզնես ուժերը, ովքեր որ կան, նրանք որևէ մեկը չի կարող որևէ ձևով նորից կներեքազանգում են։ Այդ քաղաքական ուժերը որևէ կերպ չեն կարող հաջողություն ունենալ։ Եվ այն ուժերը, ովքեր բիզնես տարածքում են, մասնավորապես Հայաստանում ձևավորված բիզնեսները, նրանք սպասարկում են իշխանությանը, օրվա իշխանությանն են սպասարկում։ Իրենք այլ տիպի նպատակներ չունեն։ Երբ որ մենք տեսնում ենք, թե ինչպես է բիզնեսը հարաբերվում իշխանության հետ, իրենք իրար հետ սերտաճված են եւ վերջի միտքը ասեմ, ես առաջարկել եմ, հայտարարության մեջ գրված է տարանջատել սերտաճված բիզնեսը, պետությունը անջատել բիզնեսից։ Սա միակ տարբերակն է։ Եթե սա կլուծվի, հնարավորություն կունենալու նորմալ աշխատող պետություն, որտեղ սոցիալական ինստիտուտները կամ սոցիալական փաթեթը կլինի գերակա։ Այսքան արգելներս լավ է